Սահմանը մի քանի ժամ առաջ քաղաքացիների համար բացվեց, տարբեր խմբերով մարդիկ անցան, մոտավորապես մինչև ժամը 6:30, եթե չեմ սխալվում, ինչից հետո շարժ չկա, մարդկանց քաղաքացիների հոսք չենք նկատել այստեղ, բեռնատարները շարունակում են գնալ այն կողմ եւ վերադառնալ, սակայն մարդկանց հոսքը այդ 1-2 ժամվա պատուհանից հետո կարծես դադարել է, ամեն դեպքում մենք հենց անցակետի առջև ենք կանգնած, նոր ժամանող մարդկանց չենք տեսել, օրվա ընթացքում մենք տարբեր մարդկանց հետ ենք խոսել, ովքեր Իրանից Հայաստան էին անցնում, մի ընտանիք համարձակվեց եւ տեսախցիկի առջև պատմեց, թե ինչպես են Թեհրանից Հայաստան հասել, պատմում էին, որ Թեհրանում իրավիճակը բավականին վտանգավոր է եւ որոշել են ավելի անվտանգ վայր տեղափոխվել եւ առաջին ընտրությունը հենց Հայաստանն է եղել, այժմ առաջարկում եմ այդ ընտանիքի հետ զրույցից որոշ հատվածներ դիտենք ու կվերադառնանք։ Not safe. Իրանում ապահով չէ, ամենուր ռումբեր են, դրա համար էլ դուրս են եկել երկրից։ Ես Թեհրանից եմ։ Թեհրանում եւ բնակելի եւ ոչ բնակելի հատվածներ հարձակման են ենթարկվել։ Երևանը մեր առաջին կանգառն է, միգուցե ուրիշ երկիր կամ քաղաք գնանք։ Վերջին օրերին հատկապես շատ էր ռմբակոծությունը, բայց ոմանք լքում են քաղաքը, ոմանք նախընտրում մնալ։ In a small cities is safe. Ինձ թվում է 2-3 ամիս կտևի սա։ Պատճառը, որ մեր ժողովուրդը ցույցի էր դուրս եկել, այն էր, որ մեր երկրում խնդիրներին անհնար է դիմանալ։ Այնքան շատ են խնդիրները, որ էլ դիմանալու չէ։ Փողոցում ջահելներ էին, նույնիսկ պատանիներ։ Այնքան դժվար է տեսնել, թե ինչպես են քո երկրում այդքան շատ մարդիկ մահանում։ Ես իրականում շնորհակալ եմ Ամերիկային մեր երկրի վրա հարձակվելու համար, որովհետև մեր կառավարությունն իսկապես շատ վատն է։ Բայց իմ ու ընտանիքիս անվտանգությունից ելնելով շատ չեմ կարող խոսել, որովհետև չգիտեմ մեզ հետ ինչ կպատահի դատելով իմ տեսածից։ Հիմա շատ մարդիկ են փորձում դուրս գալ երկրից իրենց անվտանգության համար։ Եթե հատկապես պետական ինչ-որ շենքի մոտ ես ապրում, դրանք կարող են ռմբակոծվել։ Home or things like this that might they bomb. Մենք խոսեցինք նաև ազգությամբ քուրդ մի տարեց կնոջ հետ, ով նույնպես որոշել է Հայաստանում անվտանգություն գտնել, ասաց, որ 1-2 ամիս այստեղ կմնա ու պատմեց, թե ինչ իրավիճակ էր հենց իր քաղաքում, մանրամասներ ներկայացրեց, դարձյալ մեկ հատված դիտենք։ بمباران میکنن دیگه هواپیماهای آمریکا هواپیماهای اسرائیل هستن Դժբախտաբար ռմբակոծում են ամերիկյան ու իսրայելական ինքնաթիռներ են։ Մենք 3 բուքանում էինք, որտեղ հարվածել էին քաղաքապետարանի շենքին, այն հողին էր հավասարվել։ Շրջակա բոլոր շենքերը վնասվել էին, դռներն ու պատուհանները ջարդվել։ Զոհեր կան, վիրավորները շատ են։ Իրանում վիճակը լավ չէ։ Ես երևի 1-2 ամիս կմնամ այստեղ։ Հայաստան եկողները շատ են։ ارمنیا اینجا نمیدونم Իդեպ ինձ մոտ այսօր մի կարճ դեժավյու եղավ, հենց այս կնոջ հետ հարցազրույցի ընթացքում մեկ հայ տաքսիստ տղամարդ եկավ, միջամտեց եւ փորձում էր խոչընդոտել մեր աշխատանքը, որպեսզի հասցնի այս կնոջը քաղաք, հավանաբար Երևան հասցնել եւ իր աշխատանքն ավելի էր կարեւորում, քան լրագրողների աշխատանքը, այնտեղ փոքրիկ վիճաբանություն եղավ, սակայն կնոջ հետ ի վերջո հաջողվեց շատ կարճ հարցազրույց անցկացնել, այդ իրավիճակից մեկ հատված դիտենք։ Լավ եք էլի գնացեք մի բա խոսանք էլի ախպերարա։ Դու գնացեք դե խոսացեք։ Ինչ է նշանակում գնացեք։ Գնացեք դե խոսացեք, մենք էլ խոսանք։ Ինչ է նշանակում։ Մենք մարդիկ պատերազմական երկրից եկել են, հիմա ամենաառաջնայինը հիմա մեր հետ խոսելն է։ Մի րոպե խոսենք, էլի ինչի եք խանգարում, չեմ հասկանում։ Թողեք մենք էլ խոսանք։ Հասկացանք, դուք խոսեցիք, հիմա թողեք մենք խոսենք։ Կարևոր գործ է կորի աղա գալ։ Հա, բայց Ես մեշերը բարձր, բայց ով թողեք մեշերը բարձր։ Չէ։
Տաթևիկ, ինչպես սկզբում նշեցիր, բեռնատարների համար նախորդ օրերին էլ անցուդարձը բաց էր, սակայն իրավիճակով պայմանավորված ամենայն դեպս անցակետի այս կողմում հայկական կողմում մեծ կուտակումներ կան, այսօր առավոտյան ես անգամ չալարեցի եւ հաշվեցի, որ ավելի քան 100 մեքենա է սպասում իր հերթին տարբեր ազգությամբ վարորդներ են եւ իրանցիներ եւ հայեր, նաեւ վրացական պետհամարանիշներով վարորդների մեքենաների նկատեցի, իրանցիներն էլ պատմում էին, որ անցնող օրերին, քանի որ Իրանում չեն եղել, այնտեղ էլ դե գիտեք կապի խնդիր կա, հարազատների հետ զրուցել չեն կարողացել եւ միայն այստեղ սահմանին մոտ կարողացել են զանգել, 2 բառ փոխանակել ընտանիքի հետ ու շատ անհանգիստ են ստեղծված իրավիճակով, նրանց հետ զրույցներից հատվածներ դիտենք։ آره در امان هستم Մերոնց համար մտահոգ եմ։ Մենք կողմ չենք պատերազմում, շատ երեխաներ են զոհում, կարևոր վայրերի են հարվածում։ Մենք չենք ուզում, որ պատերազմ լինի։ Հարվածները շատ են Իրանում, ինչ են պատմում։ آره هم از طرف ایران Այո, եւ մեր երկրից են հարվածում եւ Իսրայելից ու Ամերիկայից են հարվածում։ صهیونیستی اسرائیل و آمریکا و اینا هم میزنن باید دیگه از این زورگویی و Անհանգիստ ենք մեր քաղաքի, մեր կանանց ու երեխաների համար։ Ամերիկան ասում է, հրթիռները հարստացված ուրանը, միջուկային զենքը մի կողմ դրեք ու բանակցեք, իսկ Իրանը երբեք նրանց ասացի տակ չի մտնի, չի հանձնվի։ ایران هم زیر بار اونها دیگه هیچ وقت نمیره تسلیم اونها هیچ وقت نمیشه Ձեր ընտանիքի հետ խոսել եք։ Տանեհիկ հա մոդիկ խոսել եմ այսօր խոսել եմ մոդիկա էդի մոդիկա խոսել եմ հա Ինչ էին պատմում։ ասում եմ մեկ կալեսախ փոմալ ինյավես յանը կփոմա